Անընդհատ շնորհակալ եմ Աստծուն, որ այդ ուժը տվեց, որ կարողանամ այդ որոշումը կայացնել։ Հետո շատ բարդ էր։ Ճնշումը ահռելի ճնշում էր ու բոլոր առումներով էր բարդ, բացատրեմ ինչի, որովհետև ժամանակ է անցել, միգուցե մոռացել ես եւ մեր դասողները միգուցե մոռացել են 70% ռեյտինգ ունեն այդ ժամանակ։ Պիկի վրա են հատկապես հուլիսյան պատերազմները։ Այո, շատ գեղեցիկ էին կազմակերպել Սարդարապատ, մեդալներ ու այդ փուլում դու հանրությանը բաց տեքստով ասում ես, որ այսպես շարունակվելու դեպքում կկործանենք։ Առնվազն այս ոլորտները։ Մարդիկ ասում են, հո գիժ չես։ Ու սկսում են ուրիշ բաներ մտածել, չէ՞, պատճառը ո՞րն է։ Արի ապացուցի, որ քո այս վերջին տարվա, տարի ու կեսվա վերլուծությունները թույլ են տալիս քեզ գրեթե վստահ ասել, որ վերջը վատ է լինելու։ Անընդհատ ասում եմ տպավորություն է, որ աշխարհի քաղաքագիտական բոլոր փորձերը մեզ վրա անում են։ Փորձում են, էլ ինչ կարելի է Հայաստանի վրա փորձել, հայ ազգի վրա փորձել, կրոնը, հələ փորձենք մի հատ կրոնը ոչնչացնել, ընտանեկան արժեքները, դաստիարակությունը, բարոյականությունը, չի կարելի, չէ՞ լավ, տարական բան է, կարգ է, նույնիսկ դահորենք չի, կարգ է, 40-ը չլրացած, չէ, քեֆ չեն անում։ Մենք պետական մակարդակով ենք անում։ Մարդիկ հարսանիքներ էին անում, մեծ քաղաքական գործիչները հարսանիքներ էին անում, սալյուտներ էին խփում։ Ապրիլի 25-ը քաղաքացիները խորոված են սարքում։ Ընդհանուր հետաքրքիր է, որ քաղաքացիորը հաջորդ տարի համընկնում է ապրիլի 24-ի հետ։